այս հավորամյակներն իրար հետ կգնանք մարզերում համերգներ կտանք, նաև քաղաքում կտանք համերգներ։ Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մայստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են նրան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս։ Իր 100-ամյակը ևս միասին ենք նշելու։ Այս տարի մայստրո ջան 3 հատ 100-ամյակն են։ Արամ Բերանգուլյան, հանրային ռադիո Խաչատուր Ավետիսյան։ Սպասի, որ իմ 100-ամյակն է։ Ես այդքան կապ։ Դա այս տարի չի։ Իսկ այսօր դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է. «Ես երջանիկ մարդ եմ»։ 85-ը Ռուբեն Մաթևոսյանն է, լավ արևոր դարձել է 85 թող հասնի մինչև 100-ի, իսկ ես հաստատ գիտեմ, որ նա կհասնի 100-ի, որտեղ ես ընդամենը 65 տարեկան եմ, Ռուբեն Մաթևոսյանը 65 տարեկան է, ես շատ ուրախ եմ այդ իմ ապրած կյանքի համար, այդ 65 տարիների համար, և երջանիկ, որովհետև ես այն անսամբլում, որտեղ ծնվեցի իբրև երգիչ, արդեն 30 տարի աշխատում եմ իբրև գեղարվեստական ղեկավար և իմ տարիների փորձը փոխանցում եմ նաև երիտասարդ սերունդներին։ Դու ինձ համար սիրող աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ։ Հայ երգի արքա դարի ձայն Ռուբեն Մաթևոսյանն ասում է, խելոք երեխա եմ եղել, բայց արել եմ միջարաճճիություն, որը փոխել է կյանքի ընթացքը։ Ինքն իրեն ամենամեծ շնորհակալությունը հենց այդ անկարգության համար է հայտնում։ Անկարգ մարդ չեմ եղել, բայց մի օր անկարգություն ցույց տվեցի իմ բարեկամը Արաքսի Գյուզատյանի տանը, հեռախոսի մոտ տեսա ուրեմն գրքույկ, որտեղ գրված էին անուններ, որոնք ինձ համար երկնային հասկացողություններ էին։ Ու այդ անունները կարդալուց ես տեսա առաջիններից մեկը, Արամ Բերանգուլյան։ Մտածեցի, էսա որ կա, ես զանգահար եմ իրան։ Եվ ուրեմն համարձակություն ունեցա հեռախոսով ոչ թե խոսել, այլ պարզապես երգել։ Թե ով էր ինձ թելադրել, չգիտեմ, ես շատ քաշված տղա եմ եղել։ Եվ ինչ, ես մի առաջին երգը երգեցի, դու իմ ուսանես։ Առանց քեզի երգել չեմ կարող։ Դեռ երեխա Մաթևոսյանը սպասում էր, որ Մերանգուլյանը պարզապես կախելու է լսափողը։ Փոխարենը լսեց էլի երգիր հրահանգը։ Այն կրկնվեց 15 անգամ։ Ասեց, երիտասարդ, դուք ուրիշ երգ գիտեք, ասեցի իհարկե, կարող եք երգել, այո, նա ինձ 15 երգ երգացրել, բարձրացանք 4 հարկ և յուրաքանչյուր հարկը բարձրանալով մտածում էի, այս աստիճաններով բարձրացել են մեր մեծերը, ինձ էլ է բախտ վիճակվել այս աստիճանները տեսնել։ Այսպես Ռուբեն Մաթևոսյանը եկավ ռադիո ու դարձավ ոչ միայն Հայաստանի ռադիոյի, այլ հենց Հայաստանի ձայնը։ Այստեղ անցկացրած 65 տարիների ընթացքում մայստրոն 900 երգ ձայնագրեց։ Դրանցից 700-ն այսօր թվայնացված են հասանելի հանրային ռադիոյի ձայնադարանում Ոսկե ֆոնդում։ Դա ավելին է, քան հաղթանակը։ Ես շատ երջանիկ մարդ եմ, որ ինձ հաջողվել է այդքան երգ երգել։ Մասնակցեցի շատ հազարավոր համերգների, եղա արտասահման, զգացի արձագանքը Սփյուռքի և գիտակցեցի, որ ինձ ընկալում են իբրև ձայն Հայաստանից և շատ ուրախ եմ, որ այդպես են ընկալել։ Հանրային ռադիո չէր լինի առանց ձեզ։ Այսօր դուք մեր այս ընկերության, մեր այս մեծ ընտանիքի նահապետներից մեկն եք և առաջնորդներից մեկն եք։ Շնորհակալ եմ։ Եվ դրան դուք վաստակել եք հենց ձեր տաղանդի ու աշխատանքի շնորհիվ։ Եվ մեր ժողովուրդը դա է գնում։ Դե ես մինչև վերջ պետք է խմեմ։
Կենացների հասեատերն ընդունում է դրանք առանց ավելորդ համեստության։ Կյանքով ու գործով վաստակել է մեծարանքի բոլոր բառերն ու փոխադարձում է դրանք թողած ժառանգության պես մեծ սրտով։ Ինչ ասեմ, ես 85 տարի հենց այնպես չեմ անցել եմ մաքարելով, անցել եմ դժվարությամբ, բայց անցել եմ հպարտությամբ, ինչու համար, որովհետև ես ունեցել եմ մի հզոր հենարան, որի անունն է Հայաստանի հանրային ռադիո։ Ուրեմն շնորհակալություն ձեզ, որ հանդուրժում եք ինձ եւ երևի մի քիչ էլ ավել կհանդուրժեք։ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը, հանրային ռադիոյի աշխատակիցները, Ռուբեն Մաթևոսյանի ընկերներն ու հարազատները, որոնք 85-ամյակի կենացն էին խմում, արդեն իսկ հրավեր ունեն։ Հավաքվում ենք 15 տարի անց մայստրոյի ծննդյան 100-ամյակին։ Արուսյակ Կապուկչյան, Էդիկ Օրդյան, Ռադիոլուր։